Բարև, ազդար, բարև։ Չճանաչեցիք։ Ճանաչեցի, մի անգամից տեղը բերեցի, ասեմ ավելի։ Շատ լավ է, ուրեմն ես հիշվող դեմք եմ։ Լավ եք։ Լավ, շնորհակալություն, դուք լավ եք, Ադամն էլ լավ է։ Պիտի որ լավ լինի։ Լավ, դե ուրախ էի, որ հանդիպեցինք։ Ես էլ։ Ասում եմ, կարող է համարներով փոխանակվենք։ Թե պետք է դուրս գամ։ Ուր դուրս գաս։ Սենյակից, որ նյարդերից չազդամ։ Էդ երբ բանից սկսար մտածել իմ մասին։ Դե անընդհատ վիճվելուց ու իրար վիրավորելուց արդյունք չկա։ Ոչ ես եմ ինձ լավ զգում, ոչ էլ դու։ Ինչի էիր ուզում երեխուց ազատվել։ Որովհետև իր հարազատ հայրը չէր ուզում իրան ընդունել։ Ինչի հայրը ողջ է։ Էս րոպեին իմ դիմաց կանգնած է։ Ինչ կա մտքիդ։ Վատա, որ մտածում ես, թե մտքիս ինչ-որ բան կա։ Թե քեզ թվում է ես առանց հետին մտքերի չեմ կարա շարժվեմ։ Գոհես։ Դե գոհկլես, բա ոնց։ Չէ, դու գոհկլես են ժամանակ, երբ որ սոսին առևանգողները սոսի հարցերը կլուծեն, չէ։ Սխալվում ես, Ալիկ, սխալվում ես։ Մենք Կարմենին կորցրել ենք ու ես հաստատ չեմ ցանկանա։ Ցանկանաս, է։ Ես թույլ չեմ տա, որ սոսի գլխից մի հատ մազն գնի։ Ես միայն ուրախ կլինեմ։ Ես սոսին բերելու եմ, ազատելու եմ դրանց ձեռքից ու բերելու եմ այս տունը, այստեղ։ Լավ ես անելու։ Ուզում ես բերես տուն, ուզում ես սոսի համար նոր տուն ար, ինչ ուզում ես արա, դա քո գործն է։ Ես ոչ սիրտ ունեմ, ոչ էլ հավես ունեմ, քեզ հետ գլուխ դնեմ։ Սա ինչ անում ստե։ Չթողեցիր ասեմ, որ Արամիկը տուն է եկել։ Ու ոչ մենակ ես, Անին էլ է հետս։ Ու մենք ապրելու ենք ես տանը, պապա ջան։ Իրա, էդ ասելիքդ ասես իրա, հա։ Հա, պապա ջան։ Դե հիմա լսի, թե ինչ եմ ասում քեզ։ Վերցնում ես այդ լրփիտ ու ռադդ քաշում ես այս տնից։ Էս ամել իմ տունն է։ Ինչի։ Ճիշտ է ասում։ Ու չփորձես երեխուն տանից դուրս հանել, Ալիկ։ Լսի, ես ոչ քեզ եմ ուզում դենամ, ոչ այդ հետինիդ։ Պապա ջան, այդ հետինից դու ես կապել իմ գլխին։ Ես սա կապել արձակում եմ, ռադդ քաշի, գնա իմ աչքից ու իմ տնից հեռու ոնց ուզում ես ապրի։ Չեմ էթալու, ես էլ համել իմ տոնն է, եթե լարկոտիկ մասին ես մտածում, ինքը ստիպված է լինելու հանդուրժի ինձ ես տանը, ոնց որ ես եմ հանդուրժելու իրան իմ տանը։ Հա ինչ ես տենց նայում, սովոր ես չէ, որ բերանը չբացած հրամաններդ կատարեն, չի ուզում, չի գնում, ու ես շատ գոհ եմ, որ տղես չի կոտրվում։ Հա, դու գոհ ես, որ մնում է։ Ես ոչ ժամանակ ունեմ, ոչ էլ հավես, ձեզնով զբաղվելու։ Երբ ես սովորելու վերջապես հավատել ինձ, որ կասկածի տակ չառնես ամեն մի խոսքս։ Ուղղակի տարօրինակ բաները հետս կատարվում։ Հավնասություն չի։ Չէ։ Դե վերջ։ Ուրեմն կարծում եմ ստրեսի արդյունք է մնացածը։ Պետք է բժիշկ կանչենք, որ գա քեզ նայի, լավ։ Իսկ քեզ ինչ է թվում։ Ես կարա ես կանոն պատասխանատու գտնվեի ու քեզ խաբեի երեխու պահով։ Են էլ երեխու պահով։ Դե իհարկե չէ։ Ուղղակի մի պահ զգացողություն ունեցա, որ մեջս դատարկ կա։ Գիտեմ, անգրագետ բան եմ ասում, բայց չհասկացա, թե հետս ինչ կատարվեց։ Եթե շարունակես քեզ սենց պահել, իսկապես կկորցնես երեխուն։ Ես արդեն քեզ ասեցի, ես ամենի անունը ստրես է։ Վլադ, ուղղակի վախենում եմ ես դեղերի, ես ապրումների ֆոնին։ Դու արի քո համար հանգիստ ապրի։ Ոչ մտածի, ոչ էլ, եղավ։
Քո հետ եմ։ Եղավ։ Մենք պետք է հանգիստ լինենք, որ երեխան էլ այնտեղ հանգիստ լինի։ Պետք է առաջին հերթին իր մասին մտածել։ Լավ։ Ինչի՞ չես գալիս։ Որ չզզվեցնեմ։ Բայց ես քեզ ասել էի, երբ ցանկանաս արի։ Գիտես երբ կգամ։ Երբ որ բացի ասելուց սրտանցից հրավիրես, այն ժամանակ կգամ։ Մենք այդ մասին խոսել ենք ու ես քեզ ասել եմ, որ գոնե հիմա չեմ կարող երկնքից քեզ համար աստղեր իջեցնել։ Ես դա չեմ էլ պահանջում, Մարթա։ Մի որոշ ժամանակ հատուկենտ կհանդիպենք, լավ։ Ինչի՞։ Դե պիտի Ադանեն ոտքի կանգնի, որ գոնե կարողանա երեխայով ընկնել։ Իսկ մինչև այդ ես պիտի պահեմ Վլադի երեխային։ Հասկացա։ Մարթա, ուզում եմ քեզ մի բան ասել, չգիտեմ, ասեմ թե չասեմ։ Ասա։ Պիտի էլի փող ուզես։ Բայ։ Չես պարտադիր վատ բան մտածում։ Ես չեմ կարող նորմալ կին լինել։ Լավ, հաշվիր ոչինչ չեմ ասել։ Կներես։ Գիտես ում եմ տեսել։ Ում։ Արամին։ Արամնովա։ Մարթա, քո առաջին ու հավատարիմ սիրուն։ Վայ, ինպես էր գեղեցկացել, լրիվ փոխվել էր։ Զգացում եմ, որ լավ էլ հարստացել է։ Տեսնեիր կասեիր Երանի տիրոջը։ Խնդրում եմ, էլի։ Ոչ մի բան մի պատմիր, պետք չի։ Վայ, ես չէի պատկերացնում, որ դեռ սիրում ես։ Ես։ Ինչի պիտի սիրեմ, ինչի մարություն։ Բա ինչի մի տեսակ վատացար հենց անունը տվեցի։ Ինչի պիտի վատանամ։ Ուղղակի ասեցի մի խոսիր, մի պատմիր, պետք չի։ Դե ուղղակի ուզեցի տեղյակ պահել, որովհետև ինձ հարց ու փորձ արեց քո մասին։ Դու էլ չասեիր, պետք չէր, ոչինչ չասեիր։ Ինչի ես լարված։ Դե սպասում եմ Մարթան գա։ Գոնե Մարթան գա, շուտ դուրս գանք, Ադանային մենակ չթողնենք էլի։ Խոսել եմ հետը։ Ասեց գալիս եմ։ Դա էլ չգիտեմ ինչի տակացել եմ հոր վրա։ Ասեց գնում եմ հետը հանդիպման։ Դե բան չասեցի, ուղղակի չեմ ուզում Ադանային շատ մենակ թողնենք։ Խորենի պահով արդեն կարանք հանգիստ լինենք։ Ըստ նրա տված ցուցմունքների Ադանային ոչ մի բան չեն անի։ Խորենին անմեղ սունակ ճանաչելը մեր օգտին աշխատեց։ Մնում են մեր գործերը։ Դե դրանք էլ պետք է ունի մեջ գցենք։ Այդքան վստահ չեմ, Վլադ, բայց ուզում եմ լավատես լինել։ Դե հիմա որ սանց նստենք տանը բան չանենք, բնականաբար գործը տեղից չի շարժվի, բայց որ պայքարենք մեր ամեն կոպեկի համար, իհարկե կստացվի։ Հա, ասա մեր ունեցածը չկորցնենք։ Լավ, հիմա ես գործերով դուրս եմ գալիս։ Արի միասին դուրս գանք։ Չէ, դու մնա։ Մարթան կգա, նոր դուրս կգաս։ Բայց գալիս, հա։ Հա։ Դե բա էլ ինչ կա, ուրեմն ես էլ եմ գալիս։ Ադամն ինչքան մենակ մնա, այդքան ստիպված կլինի հանգստանա։ Ես ինչ հաշիվա։ Լևն էսքանին ինչի համար աղակ է գլխին չջողի։ Այսքին հոգը։ Ես էի կանչել։ Ինչ կա, առիթ կա։
թափ տվեցի գնացին։ Շուր բան ա եղել։ Հա, սոսին են կողացել։ Ոստե։ Ով։ Այդ հարցը Ալիկին է պետք տալը։ Բայց որ մի քիչ ոտդ կաղկցես, կարող ես նորեկացներից ավելի թարմ ինֆորմացիա ստանաս։ Բայց մի րոպե խեն փախցր է, պատճառ պետք լինի, չէ՞։ Հա, բա ոնց։ Պատճառ, պահանջ։ Այս օրերին ինչի համար են իրար միս կրծում։ Ինչի համար են կրակում իրար վրա։ Ընտրությունները։ Վերջը աղբերը տիրա կեղտոտ գործերի մեջ այդ երեխուն է ներքաշեց, հա։ Հա։ Դու ինձ լրիվ հասկացար։ Պահանջում են, որ Ալիկը թեկնածությունը հանի։ Դե լավ, լուսով եմ արդեն Ալիկը հանելա, երեխեն էլ գալիս է տուն, չէ։ Չի էլ պատրաստվում։ Չհասկացա թքած ունի այդ երեխու կյանքի վրա Ալիկը։ Դե տպավորությունն այդպիսին է, բայց իր ասելով ինքը չի կարող հանձնվել պրինցիպներից ելնելով։ Թեև ասեմ, որ ես թքած ունեմ իր պրինցիպների վրա, որովհետև ինձ համար սոսի կյանքը ամեն ինչից թանկ է։ Տրամաբանական է, անտրամաբանական է նա, որ Ալիկը ավելի շատ տեղատալի իր ընտրություններին, քան այդ երեխու կյանքին։ Հա, բա ոնց կլինի։ Տղեն ուզում է քաղաքական գործիչ դառնա, ուզում է պետական տաշտակից օգտվի։ Հա, բայց այդ երեխու հանդեպ մաքուր չի, չէ։ Ինչի այսօր ով է ում հանդեպ մաքուր։ Ու կապ չունի, գիտես։ Հեր, տղա, քուր, աղբեր։ Այ օրինակ դու իմ հանդեպ մաքուր ես։ Ի՞նչ։ Մենք որ խնդրեմ, եթե դժվար չի կկրկնես ասածդ։ Ինչի՞ չէիր ասում, որ այդ համբալ Մոնթենա ստիպել վարորդին ցուցմունք տալ իմ դեմ։ Որտեղից ես իմացա։ Քեզ համար ինչ տարբերություն, դու հարցից մի շեղվի։ Հա, ասենք որ իմացար, ձեռդ ինչ են գնելու։ Ապացույց։ Այ էդ էլ քեզ ապացույց, որ ոչ ոք մաքուր չի։ Ինչքան հեռու մնա այս գժանոցից այնքան լավ։ Ալո։ Պապ։ Սոս։ Ալո։ Խոսա, պահանջի, գիտես ինչ պիտի խոսաս։ Խոսա։ Պապ, արա այն ինչ ուզում են, ասա թող ինձ բաց թողեն։ Բալես ասա քեզ ինչ են արել, բալես, ոչ են մնասել։ Ազատ ինձ սրանց ձերից, պապ։ Կազատ եմ, հեչ չմտածես, ես էդ կանեմ։ Խոսա, լացի, որ հերդ ոգևորվի։ Սոս, խոսա, սոս։ Խոսա։ Պապ, ոչ մի բան էլ չտասես աննասուններին, թող քեզ չվախացնեն ինձնով։ Արա։ Ալո, սոս։ Ես խելոք է ձևանում։ Արա։ Ինչ անեն, բռնեմ հետ կամանեմ ընտրություններից, չէ, ես կուլ չեմ գնա, ես սանում եմ նաև սոսի համար, ինքը պտի քաղաքական գործչի տղա դառնա։ Հիմա ինչ վերջ, հույսս կտրեմ, որ ինքը պատասխանա տալու հորս գլուխն ուտելու համար։ Տղաջան դու խելքը ծածեց ես կերը, ինչ վերջ։ Այս աղբերն էլ որ ընտրվեց, ինքը էլ վաբշե չի կանգնի օրենքի առաջ։ Տղաջան, իր ազատությունը ժամանակավոր է։ Այնի որ սենց խառնվել է, չէ, ընգելա դեսուդեն, թշնամի է մանգալի։ Մեզ թույլ է տալի մտածենք, որ ինքը խեղճացել է։ Իր տեղը բերտնա։ Լավատես եք երևում։
Իսկ ես ինչպես միշտ հիասթափված եմ, բայց չեմ հանձնվելու։ Մանավանդ հիմա, որ հորս փողերն ու բիզնեսները սաղ ձեռքից տակ են։ Ես դրանք օգտագործելու եմ դրան բերդ գցելու համար։ Ինչ կասեք։ Հարցնում եմ դուք իմ հետ եք, թե խաղից դուրս եք։ Կլարան ասեց, որ ստեղ ա տեսել։ Ուրեմն ստեղ ա։ Բայց ես ինչի եմ եկել ստեղ։ Ինչի եմ փնտրում նրան։ Չէ, որ ես վաղուց մոռացել եմ։ Թե չեմ մոռացել։ Մեկը ուզում եմ տեսնել։ Ինքնո, ոնց ա փոխվել, ոնց ա գեղեցկացել։ Բարև ձեզ, ձեզ որ խնդրեմ մեքենան մի փոքր կտեղափոխեք դուրս գամ։ Դուք ինձ լսում եք։ Չհիշեցիր։ Չէ, ինչի պետք է հիշեի։ Պիտի որ։ Թեպետ ես առաջվա անխնամ հիմարիկը չեմ, որ հիշես տեղը բերես։ Արամ, բայց դու էլ ես փոխվել։ Դու էլ առաջվանը չես։ Վաժնի պերսոնա ես դարձել։ Մարթա, դու ես։ Հա, ես եմ։ Քո հիմարիկ Մարտան։ Սպասում ես, որ ինչ-որ բան ասեմ։ Ցավատան եմ ապեր, պետք է փրկես ինձ։ Ու դու այդքան հանգիստ ես խոսում հիմա, երեխու ահա բեկված ձայնը լսելուց հետո։ Դու որտեղ ես հանգստություն տեսնում, հա? Ըստ ես հանգիստ եմ։ Հա, Ալիկ, հա։ Ես քո փոխարեն արդեն հայտարարած կլինեի, որ զենքերս վայր եմ դնում։ Սուտ ես ասում։ Դու մոռանում ես, որ ես քեզ լավ եմ ճանաչում։ Ես ինչքան էլ սկզբունքային լինեմ, քեզ չեմ հասնի։ Դու որ պրինցիպի ես ընկնում, մինչև վերջ ես գնում, ու ոչ մի բանի առաջ կանգ չես առնում։ Դու ո՞նց ես ինձ հիմա ասում, թե հետ կանգնի։ Որովհետև դու իրավունք չունես խաղալ այդ երեխու կյանքի հետ, ում ծնված օրից ոչ մի բան չես տվել։ Բայց իմ մեղքը չկա դրանում, ապեր։ Անես չի, որ ես իմացել եմ իր գոյության մասին ու ոչինչ չեմ արել իր համար։ Արա չեմ ջոգում, Ալիկ, դու քեզ կներես, եթե այդ երեխու հետ մի բան լինի։
Ես չեմ թողնի, որ մի բան պատահի, ու դու ինձ դրանում կօգնես։ Ես չեմ կարող քեզ օգնել։ Յա, այս աղբորը դժվար պահին մենակ ես թողնում, հա։ Ես Սոսին եմ օգնում ու ոչ թե քեզ։ Դու թեկուզ ապեր օգնի, Սոսին օգնի, մենակ թե օգնի։ Ես վերացնելու եմ քո թշնամիներին։ Բայց ու դու ինձ չասես, թե ես ոնց վարվեմ։ Ես կանեմ այնպես, ոնց ինձ է հարմար։ Իսկ ես։ Իսկ դու շարունակի քո նախընտրական կայֆերը։ Երեխուն ես փորձանքից, որ ազատ եմ, տանելու եմ իմ տուն, ասեմ իմանաս։ Արդեն իմացա։ Կարիք կա ասելու, թե ինչքան դժգոհ եմ։ Չէ, ինձ քո դժգոհությունները ընդհանրապես չեն հետաքրքրում։ Տխուր ես, մամ ջան։ Իսկ Կարմենը, դուք թողեցիք, որ ես ուրախ լինեմ, որ հանգիստ ապրեմ։ Անենց կուզեի հիմա Կարմենը այստեղ լիներ։ Գրկեի, համբուրեի, Մամ, կարոտն են ծախեղտում Արամիկ։ Մամ ջան, ես էլ եմ մեր գժին շատ կարոտել։ Երևի բացի պապայից ծաղս կարոտել ենք։ Չէ, տենց մի ասա Արամիկ։ Պարզապես պապան հիմա իր են տղայով ասպահված։ Մամա, պապան շատ կատաղեց, որ չգնացի տնից։ Իսկ դու չտեսար, Արամիկ։ Երևի ինքը իր լակոտի հետ կեթա առանձին կապրի, չէ, մամա։ Մեղք է այդ երեխեն։ Աստված տա չվնասեն։ Այսինքն, ինչի չվնասեն, ինչ վնասեն, չհասկացա, մամա։ Հա, դու չէիր իմանում։ Դու չգիտեիր, չէ, որ այդ տղուն, Սոսի մասին եմ խոսում։ Այդ տղուն արևանգել են, տարել են։ Տարել են։ Չհասկացա։ Էդ ում դարդներ կտրվել։ Ստեղ մի բան նիտոյա, մամա։ Պապան ասեց, որ գողացել են այդ տղուն։ Շատը դրա վրա էր գժված։ Այդ պատճառով քեզ այդ գլուխ չդրեց։ Մանթո ընկա գիտես չէ, բայց մերս։ Դու էլ խղճացիր, չէ։ Դո չէ, այ մամ ջան, ինչ խղճալ, ես պրոստը մանթո ընկա, որ երես հիմա նորից դրանով է տարվելու, էլի ինձ մոռանալու է։ Արամիկ, մի քիչ մարդ եղի, էլի։ Լավ, մարդ, մուրդ սաղ թողում ենք միան, հլը մի հատ ինձ ասա թե նամխի են դրան գողացել։ Չգիտեմ, բայց մտածում եմ գողացել են, որ հորդ ստիպեն քաղաքականություն չմտնի։ Ոնց, ես ինչ ես ասում, մամա, այսինքն ինչ չեն գողացել, ինձ Արամիկից չեն գողացել, հլեմ լավ ինձ միան, մոնին չեն գողացել, Սոսոին են տարել, հա մամա։ Ինչ ես դուրակ խոսում։ Դու չես հասկանում, մամա, այս ինչ աբիտնի մոմենտ, այսինքն սաղ բոլորը կարծում են, որ Ալիքս Ետրակիչի որդին ավելի շատ Սոսոն է, քան Արամիկը, ջոգում ես ինչ աբիտնի է իմ մամալ, վախ հորս արև։ Դու ավելի լավ ասա այն մի հոգու հետ ինչ ես պատրաստում անել։ Ինչ պետք է անեմ, մամ ջան։ Ապրելու եմ այնքան ժամանակ, մինչև երեխես ծնվի։ Աչքիս երեխու ծնվելուց հետո էլ դու դրան բաց չես թողնի։ Մամ ջան, որ պարզվեց իմ երեխենա, ես ու իմ երեխուն անտեր չեմ թողելու, բա պետք է ապրեմ հետը։ Իսկ եթե պարզվեց քո երեխեն չի, ինչ ես անելու, սպանելու ես։ Սպանելու եմ, մաս եմ անելու, մաս։ Մարթա։ Կայա։
Կայա։ Աջաներ, ինչ ես անում, ինչ ես վեր կացել։ Երեխայքը լացում են, ուզում եմ գնամ տեսնեմ ինչ ա եղել։ Հիմա դու պիտի գնաս տեսնես, ես վիճակում։ Արդեն լավ եմ, պապ, կարող եմ գնալ։ Հանգիստ նստի, ոչ միտեղ չես գնա։ Մարթա։ Պապ, Մարտան էլ ոնց որ տանը չի։ Ոնց տանը չի։ Մի քանի ժամ առաջ ասեց գալիս եմ, դրա համար ես ու Վլադը հանգիստ գնացինք, հիմա ուր է գնացել։ Կարող է դեռ չի եկել, պապ։ Ոնց է։ Դե հա, որովհետև ես իրեն չեմ տեսել, ինձ մոտ որ չի եկել։ Ես չեմ հասկանում, բա ուր է թրև գալիս, քեզ թողել է տանը այս վիճակում։ Դե հա, պապ, բայց ինքն էլ իր գործերն ունի, չէ։ Ու ամբողջ օրը ինձ մոտ չի նստելու։ Երեխա եմ, պապ, լացում ա։ Դու հանգիստ նստի, ես կգնամ։ Այդ դայակն ուր է։ Կայա։ Պապ ջան, ձայն մի տուր, տանը չի։ Ես կգնամ ես։ Նստի ասում եմ, դու նստի տեղդ, ես կգնամ։ Ալո։ Բարի օր։ Բարի օր։ Ոնց ես։ Այսպես չկաս։ Տանն եմ։ Երևի նոր ես, հա տուն եկե։ Չէ, այսօր ամբողջ օրը տանն եմ եղել։ Ասում ես դուրս չես եկել։ Չէ։ Ինչի համար ես հարցնում։ Դե չունես զանգում էի, զանգերի չէիր պատասխանում, ասի կարող ես զբաղված ես խիստ։ Հեռախոս սիրող մարդու համար զանգերին չպատասխանելը դա նորմալ երևույթ է։ Да. Угу. Может быть. Աստորեն ամեն ինչ ավելի վատ է, հա, քան ներկայացրել ես։ Դե մտածեցի, որ կկարողանամ բան անել։ Բայց չկարողացար։ Այո։ Ու հիմա ստիպված իրականությունը պիտի ներկայացնեմ Ադամ Գյորգիչին։ Չէ, ոչ մի դեպքում։ Այդ ինչպես։ Ես քեզ արգելում եմ պապային որևէ բան ասել։ Բայց ինքը պետք է իմանա, որ կարողանա հետագա բարդացումները կանխի, ինչ որ միջոցներ ձեռնարկի։ Ես կձեռնարկեմ, մի մտածի։ Բայց ես կարող եմ հետո խնդիրներ ունենալ Ադամ Գյորգիչի հետ։ Ինչի հետ կապված։ Լռելուս համար։ Այդ մասով հանգիստ եղի։ Ես եմ քեզ ասում։ Ես իմ վրա եմ վերցնում պատասխանատվությունը։ Չեմ ուզում, որ իմանա փակուղի ենք մտել, հետո գիտես սրտի հետ կապված խնդիրներ ունի։ Չգիտես ոնց կընդունի, ինչ կլինի, մի խոսքով։ Հա, գիտեմ։ Ավելի լավ, որ գիտես։ Հետո լռությունը անհրաժեշտություն է։ Այդ շատ կարևոր է։ Ու սրանից հետո գործի հետ կապված ինչ խնդիր կլինի, մենակ իմ հետ։ Հա, հասա թոներս գա, իհարկե, հա։ Իսում թանկ աղբերին, հա։ Ես քու ցավ է տանը։ Արի հարազատ ջան, արի։ Գան ջան, մի հատ ինչ ես կամում։ Ես ոչ քո հարազատն եմ, ոչ էլ մոտիկը։ Խմելու մասին ընդհանրապես չեմ ասում։ Լա, ես կզանգեմ։ Սպասի գուշակեմ։ Ալիկն է քեզ իմ դեմ տրամադրել։ Հա։ Հասկացա։ Ալիկը նման վատ սովորություն չունի։ Իսկ ես ուրիշների ասածով մարդկանց դեմ լարվելու սովորություն չունեմ։ Հադե, քեզով չգիտի։ Դու հարգանքի արժանի մարդ ես։
Բայց ոնց որ թե կան մարդիկ, որ չգիտեն ինձ։ Ու դա դեռ հերիք չի մի հատ էլ կորցրել են հարգանքի իմ հանդեպ։ Չէ, հա։ Չի կարող պատահի։ Էդ ով են այդ ոչխարները, ասա ոտերիդ տակ մատաղ անեմ։ Համոզված ես։ Անխոս։ Իսկ ես այդքան համոզված չեմ, որովհետև դժվար է սեփական անձը մատաղ անել։ Պարզապես լռում ենք, թե խորհում ենք։ Իսկ ուր ես ուզում խփած լինես, Լև Սեդրակիչ։ Արա դու այդ ով եղար, որ այդտենց բացեի բաց դուրս ես գալիս իմ դեմ։ Անեն չի որ քո դեմ չեմ կարա դուրս գամ։ Ուղղակի հարգում եմ։ Հարգելով ու այդտենց միանգամից ուզում ես ոտս էլ չէ, գլուխս տրորես ու անցնես։ Բա եղավ։ Ես էլ էդ եմ ասում, բա եղավ։ Լավ է, ամոթ է տալիկին, որ մեզ, այսքան տարվա անգերներիս իրար է խառնում։ Քեզ ինչ է թվում, որ դու կարող ես դուրս գալ աղբորս դեմ։ Ու էլ չեմ ասում լա իմ դեմ, հա։ Այդ աչքիս իմ տենց բարի ու բարեհամբույր լինելուց դու ինչ որ ուրիշ տեղեր ես խփում, հա։ Դա չի լինի։ Ես միշտ խփում եմ ճիշտ նշանակետին։ Չէ։ Ինչ է ուզածդ։ Ուզում ես խառնվեմ, ամենքին խառնեմ ու աղբերս մի շնչով անցնի, դու հոդա գիտես։ Այ մարդը նենց ես ասում, ոնց որ քո աղբերը մեր աղբերը չի, մեր աղբերն էլ է Ալիկը։ Հա, քո աղբերն էլ է, բայց դա քեզ չի խանգարել, որ գողանաս իր երեխուն։ Ալիկից պրծանք հմի էլ դու, հա։ Ես ամեն ինչ կարամ կուլ տամ, հանուն քեզ, բայց ես մեկը չէ։ Աղբորս տղում պտի վերադարձնես։ Ինձ չմեղադրեք մի բանում, որում ես չկամ։ Գաս։ Դու ես տարել երեխուն։ Ապացույցումն ես, որտեղ ապացույցը։ Ես քեզ ասում եմ, աղբորս տղում վերադարձնում ես ու դրանից հետո միասին քեզ համար պատիժ ենք որոշում։ Գիտես ինչ կա Լև, ես հիմա խնդրում եմ լքես իմ աշխատասենյակը։ Հենց հիմա։ Ես չեմ կարող քո խնդրանքը կատարել։ Էդ ինչի որ։ Որովհետև ես գնում եմ այն պահին, երբ ինքս եմ ուզում։ Իսկ հիմա ես դեռ գնալ չեմ ուզում։ Ես կարող եմ։ Արի կլինի կարողություններից չխոսենք, թե չէ դու շատ լավ գիտես, թե ես ինչ կարողություններ ունեմ։ Փոխարենը վերցնում ես հեռախոսը ու զանգում ես այն մարդուն, ով կարող է 5 րոպեից բաց թողնել Ալիկի երեխուն։ Լևն ասաց, որ չի խառնվի։ Այլ ասում է էլի, որ չի խառնվի։ Լևն է էլի։ Հասմա չեմ խառնվի, հա խառնվում է։ Հալո։ Յո։ Ուզում են գան։ Թող գան։ Ներս տող դրանց։ Բարեցես, բարեցես, բարեցես։ Բարեցես։ Արշալի տեսք ունեք այս։ Հա, ներսի, ներսի։ Բարեցես, սիրուններ։ Նստեք, 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 եկեք, նստեք։ Դե նստեք։ Կուզեինք մի քանի հարց ուղղել ձեզ։ Այազիզ ջան, այդքան հարց տալ կլինի, որ դուք եք տալիս։ Տեսի, սիրուն երեխեք եք, եկեք սիրուն բաներից խոսանք, հարց, ինչ հարց։ Ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, Ալիկ Սեդրակիչ, եւ մենք ուզում էինք մի քանի հարց ուղղել։ Մի րոպե։ Անցեք իրար խառնվել ազգովի, ոնց որ թե այս ընտրություններից ավելի լավ բան ոչ կա, ոչ եղել է, ոչ էլ լինելու է։ Եկեք ավելի լավ բաների մասին խոսենք, ավելի ուրախ բաների մասին։ Եկեք սիրուն կյանքից խոսենք, ինչ եք հարց, ինչ ընտրություն, ինչ։ Ալիկ Սեդրակիչ, ինչ է լինելու ձեր բիզնեսի հետ, երբ դուք մտնեք քաղաքականության մեջ։
տեղափոխելու եմ դրանք քաղաքականություն։ Հայազիշա։ Ինչ բիզնես, ինչ բան, ինչ բիզնեսմեն։ Ես ծնված քաղաքական գործիչ եմ, քաղաքականությունը իմ ելակների մեջ է։ Այսինքն դուք պնդում եք։ Ես ամեն ինչ կարամ պնդեմ։ Բայց դուք չեք հավատում իմ ամեն խոսքին։ Տես չհարցրի էլ ինչ կխմեք։ Չէ, շնորհակալություն։ Ինչ եք ասում, Ոնց։ Իմ հյուրերը իմ օջախից առանց հյուրասիրվելու չեն եղել։ Եթե պնդում եք, որ բիզնես չունեք, ապա սա ինչ է։ Սան ինչ է, որը։ Սա ինչ կառույց է։ Շատ սիրուն կառույց է, շատ լավը չի։ Շատ գեղեցիկ կառույց է։ Ուղղակի կցանկանայինք հասկանալ, թե որպես ինչ է այն ծառայում։ Իմ տունն է։ Լինում է, չէ՞, երկրորդ հայր, երկրորդ մայր, երկրորդ հենց տնեցիքի հետ խռովում եմ, գալիս եմ ստեղ։ Բա։ Յա։ Ես ոնց է լռում եք հարցեր չեք տալիս։ Ես ինչի չեք հարցնում իմ թանկ եղբորից, թե դրան չենք ասել։